Տաղավարում հյուրընկալել եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին, բարև ձեզ պարոն Քոչարյան, շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար եւ սկսենք իշխանական ամուսնալուծության լուրերի մասին քննարկումից վերջին շրջանում քննարկվող Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծության թեման շատերի համար արդեն դիտարկվում է ոչ թե որպես անձնական հարց, այլ որպես մտածված քաղաքական քայլ, որքանով է հավանական պարոն Քոչարյան, որ սա նախընտրական տեխնոլոգիա է առհասարակ ուղղված հանրային ուշադրությունը այլ խնդիրներից, այսպես ասած, շեղելուն։ Տեսեք, թեև ես ինքս չեմ սիրում մտնել որևէ մեկի անձնական կյանք, բայց այդ անձնական կյանքը իրենք են հանում հանրային քննարկման, ոչ թե որևէ մեկը մտնում է իրենց անձնական կյանքը, եւ ամենակարևորը, գիտեք, ժողովուրդը մի այդպիսի խոսք ունի, ասում է, սուտասանի տունը հրդեհ են գնում, ոչ ոք չի հավատում։ Հիմա այնքան են խաբել այս մարդիկ, այնքան են մանիպուլացրել, այնքան բաներ են խոսել, որ ես նայում եմ առավոտվանից սոցիալական ցանցերում ռեակցիաները, ոչ ոք չի հավատում։ Հիմա մնացածը արդեն պարզ է, որ դա տեխնոլոգիա է, պարզ է, որ դա պետք է քննարկվի, որովհետև ես չգիտեմ որևէ մարդ, որը իր անձնական կյանքը եւ առավել եւս ամուսնալուծությունը այդպես մանրամասն շորերով, զարդերով եւ այլն հանում է հանրային քննարկման։ Սա միանշանակ տեխնոլոգիա է։ Չեմ կարող ասել ուր կտանի այս տեխնոլոգիան, որովհետեւ սովորաբար օրինակ աշխարհում թեև եղել են դեպքեր, որ նման տեխնոլոգիա կիրառել են, ժամանակին Բերլուսկոնին էր նման բաներ շատ անում, բայց հիմնականում այն էլ ընտրություններից առաջ ամուսնալուծվելը միշտ ավելի վատ ռեակցիայի է բերում, որովհետև սովորաբար ընտանեկան կյանքը համարվում է, լուրջ հիմքերից մեկը, այդ թվում նաև ղեկավարի, որովհետև նման ժողովրդի մեջ նման հայտնի տարածված բան կա, որ եթե անգամ իր ընտանիքը չի կարողանում ղեկավարել, կառավարել, մի ամբողջ երկիր ոնց է կառավարելու։ Առհասարակ անձնական կյանքի շահարկումը քաղաքական նպատակներով որքանով է ճիշտ եւ բարոյական։ Ես նորից եմ կրկնում, բացի իրենցից ոչ մեկ դա չի շահարկում։ Պարոն Քոչարյան, կենսաթոշակների բարձրացումին անդրադառնանք, ընդամենը ամիսներ առաջ վարչապետը հրապարակավ կասկածի տակ էր դնում թոշակների բարձրացման նպատակահարմարությունը եւ հարցադրում էր անում, թե ինչ են անելու առհասարակ թոշակառուները այդ գումարով, սակայն այսօր մենք տեսնում ենք հակառակ իրավիճակը, մասնակի բարձրացման որոշումը։ Թոշակների մասնակի բարձրացումը արդյոք կարող ենք մենք դիտարկել նախընտրական շրջանում ընտրազանգվածի սիրտը շահելու քաղաքական գործիք որպես։ Միանշանակ, դա անգամ չի էլ քննարկվում, այն որ Նիկոլ Փաշինյանը նախաճաշին մի բան է ասում, ճաշին մի բան, ընթրիքին մեկ այլ բան, դա մենք արդեն սովոր ենք, դա նորություն չէ, տեսեք, Արցախը Հայաստան է եւ վերջ, Արցախը Ադրբեջան է։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, քաղաքացին տուգանքի մատերիալ է։ Այդ կամերաների վրա ինչ ասես պետք էր կախել եւ հանել, հետո կամերաները պետք էր տասնապատկել։ Նման հազար հատ օրինակ կարելի է բերել։ Նույնը թոշակները։ Ինչ պետք է անի թոշակառուին այդ 10,000-ը, 10,000-ով ավելացվում է կամ 8,000-ով էական չէ արդեն։ Իսկ ինչու այսքան կտրուկ փոխվեց որոշումը թոշակների։ Ես կարծում եմ, որ իր թիմը դրել է իր առջև սոցհարցումների տվյալներ, որտեղ իր ամենահավատարիմ ընտրազանգվածը, խոսքը թոշակառուների մասին է, հիասթափվել էր իրենից։ Ենթադրում եմ, որ սա է պատճառը։ Պարոն Քոչարյան, Փաշինյանը Լեհաստանում բավականին կոմպլիմենտար հայտարարություններ արեց Ռուսաստանի նկատմամբ, նշելով, որ հենց Վլադիմիր Պուտինն է անձամբ կանգնեցրել 2020 թվականի պատերազմը եւ հավելեց, որ Գյումրիի 102-րդ բազան դուրս բերելու մտադրություն առհասարակ չունի։
Դե դա նախաճաշին է ասում, ինչ կասի ճաշին եւ ընթրիկին իմ կտեսնենք։ Այո, եւ արդյոք Մոսկվան այս հայտարարություններին եւ կոմպլիմենտներին կհավատա, անկեղծությանը Փաշինյանին առհասարակ, թե սա եւս դիտարկվում է որպես նախընտրական մանևր Ռուսաստանամետ ընտրողների ձայները չկորցնելու համար։ Ես ինձ համար մեկ է Ռուսաստանը կհավատա, չի հավատա, դա իրենց գործն է, բայց ես կարծում եմ աշխարհակաղակական որևէ ղեկավար, լինի դա Ռուսաստանը, լինի դա Միացյալ Նահանգները, Եվրոպան, Իրանը, հա, ոչ ոք մանկապարտեզ եւ երեխա չեն։ Եվ շատ լավ գիտեն ինչ է կատարվում, բայց նորից եմ կրկնում, դա իրենց խնդիրն է, որովհետև դրա հետ միասին այնուամենայնիվ ասվեց, որ մեծ ատոմակայան մեզ պետք չէ, մենք դիտարկում ենք մոդուլային ատոմակայանի, չէ՞, նույն ժամանակահատվածում ասվեց մոդուլային, որի բանակցությունները մենք արդեն վարում ենք, մենք գիտենք, որ Միացյալ Նահանգների հետ է այդ բանակցությունները վարվում։ Ռուսական ռազմաբազայից խոսեցինք, հնարավոր է արդյոք պահպանել ռուսական ռազմաբազան, միաժամանակ սերտ համագործակցել Եվրոպայի հետ, որպես ռազմական կապեր ունեցողի հետ։ Դա ես կարծում եմ պետք է հարցնել եվրոպացիներին եւ ռուսներին, հնարավոր է թե չէ, որովհետեւ երկու կողմն էլ բազմիցս ասել են, որ հնարավոր չէ, օրինակ, հա, լինել ռուսները ասել են Գալուզինի, Ավերչուկի մակարդակով հնարավոր չէ լինել ԵԱՏՄ անդամ, բայց միևնույն ժամանակ Եվրամիության անդամ։ Եվրամիությունը անընդհատ ինչ-որ պահանջներ է դնում կապված Ռուսաստանի հետ։ Այստեղ այն էլ ժամանակային այս պատմական այս ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ շատ սրված է, գիտեք, ժամանակներ են լինում, երբ կոմպլիմենտարությունը հնարավոր է լինում, բայց այս ժամանակահատվածում, երբ բոլորը բոլորի դեմ են խաղում, եւ մենք դա տեսնում ենք ամեն օր, ամեն վայրկյան, ինձ թվում է բոլորի news feed-ը լցված է նման լուրերով, ես չեմ կարողանում հասկանալ ինչպես է դա հնարավոր։ Տեսեք, պարոն Քոչարյան, իշխանությունները շարունակում են առաջ մղել, այսպես ասած, խաղաղության խաչմերուկ նախագիծը, սակայն սահմանային լարվածությունները եւ Ադրբեջանի հռետորաբանությունները չեն մեղմանում, որքանով է իրատեսական խաղաղության խաչմերուկը սահմանային լարվածության պայմաններում։ Սահմանային ընդհանրապես խաղաղությունը իհարկե իրատեսական է, ընդհանրապես եմ ասում, բայց ոչ այն հիբրիդային խաղաղությունը, որը մեզ փորձում է փաթաթել մեր բոլորի վզին Նիկոլ Փաշինյանը, որովհետև այն խաղաղության մասին, որ ինքը խոսում է, որ արդեն իբր եկել է, այդ խաղաղությունը իր հետևից բերում է ամենօրյա առանց չափազանցացնելու հայտարարություններ ադրբեջանական կողմից Զանգեզուրի միջանցքի, Երևանի, Գյոյչայի եւ այլն տեսքով։ Այդպիսի խաղաղություն չի լինում։ 300,000 ադրբեջանցիներ իրենց ընդ որում ուժային համակարգերով, որ պետք է իրենց պաշտպանեն։ Մենք դա լսում ենք, չէ՞, ամեն օր։ Կարդում ենք։ Եվ թերևս քննարկման վերջին հարցը, վերջին թեման, այսպես ասած, Արամ Սարգսյանը բոլորովին վերջերս 2026 թվականի փետրվարի 23-ին հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես Civic-AM լրատվականի տաղավարում հարցազրույցի ժամանակ Սարգսյանը պնդել է, որ ըստ Հայաստանի Հանրապետության գործող օրենքների կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է գրանցի եւ թույլ տա Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին մասնակցել առաջիկա ընտրություններին։ Ինչպես կմեկնաբանեք։ Թող ցույց տա որ օրենքի։ Թող ցույց տա որ օրենքն է արգելում այդ ուժին գրանցվել եւ մասնակցել ընտրություններին։ Թեև ես այս իշխանություններից ամեն ինչ սպասում եմ, բայց նման օրենք գոյություն չունի։ Այո, չի կարող Սամվել Կարապետյանը առանց փոփոխությունների լինել վարչապետ, ինչի մասին այդ նույն ուժը ասել է, ինչպես են պատրաստվում, իրենք այդ ճանապարհը ցույց են տվել։ Հիմա թող Արամ Սարգսյանը մատնացույց անի այն օրենքը, որով չի կարելի գրանցել։